պատրաստ եք։ Տիգրան, խնդրեմ եւս մեկ անգամ ներկայացնես միջադեպը եւ կոնկրետ քո պահանջը քննչական կոմիտեից։ Ոնց է իմ պահանջը քննչական կոմիտեից, նայա որ ինձ անհիմն տեղի առանց փաստով, առանց ինչ որ մեղադրանք, որ իմ վրա ներկայացված չկա, բռնել են տարել ինձ Հավային դե հարցաքննել, առաջին օրը էլի ոչ մի բան, ոչ մի տեղ չեմ դիմել, որ անհիմն է, երկրորդ օրը որ տարել են, բռնել, ծեծել, հայհոյել, ծեծել է էլի հետ, եթե հայհոյած չնեն, այսքան բանը չէ։ Հիմա իրանք պետք է օրենքի մարդիկ են, իրանք օրենքի, մենք իրանցով ենք արխային հելնում ես, պետությունը մքայլում, իրանքը մեր պաշտպանը, քաղաքի մեջ։ Հիմա բռնում նա մեր մարդուն տանում դեսպերի զելավայի բռնում տխում։ Աղմուկից հետո փորձել են ձեզ հետ կապվել, գուցե հանգուցալուծել խնդիրը, որպեսզի չհասնի աղմուկը ավելի մեծ չափերի։ Չէ, տենց է դրանից հետո, որ մեր բարեկամները եկան ասան, ինչի եք Տիգրանի բռնել, ասել է Տիգրանը ձեր հակաված է։ Հետո այո։ Այո, ոնց որ ենք պահանջում, ոնց որ մարդիկ օրենքով շարժում, իրանք պատասխանը պետք է տան, ամեն մարդին վերցնում տանում, հիմա ես ոնց է քաղաքում սա ինձ հետո ապրի, եթե իրանք համապատասխան օրենքով չպատժեն, դրանից հետո ես որտեղ ապրեմ պետք է վախենալով ապրեմ, ելում պետք է ապրել է, կարող է այս դեպքից հետո միանցից հետո կանելի ասին, արի գնանք երկու րոպե զրույցանիկ էլի տանեն տենց, տփեն էլի գանգստե ասինք ես տարել են տփել, չկարանանք ապացույցել, հիմա ամեն ապացույցերն ակավականները ոնց են եկել վերցրել, ինձ անհիմն տեղի տարել։ Դե բժշկական, որ գնացել են հիվանդանոց, ընդ է ասել, ոքի այս ականջից հատվածում սանջարդել կա։ Արձանագրվել է։ Այո։ Երեք հարուցվեց խոստանման մասով քրեական գործ։ Քնիչը կանչեց, հարցաքննեց, իր ձեզի պատմում է։ Մանաձևով։ Այո, ասելա գործ ուղարկել են Երևան։ Գործը հարուցելուց հետո նորից բժշկականության քննություն Հա, գնացել են կները, դատական բժշկի, քնիչը տարել է, այո։ ինչ ա եղել։ Դե բժիշկը նայեց, գրեց, արձանագրեց, всё գնացի քննչական։ Արձանագրեց, որ կան մամի վրա վնասվածքներ, եւ այլն։ Ինձ բան չի ասել քնիչը։ Հասկաբանի է խոսել։ Հա։ Ուրիշ հարցեր կան։ Այո, Տիգրան, դուք նաև դեպքից հետո նաև այն կայքը, որը տարածել էր հաղորդագրություն ձեր միջադեպի մասին, նշել էր նաև, որ կարծեք փորձում են նաև ազդել, գտնել աղբյուրները, ովքեր որ բացահայտել են, տեղեկություն ունեք դուք, թե ով է հետաքրքրվել, գուցե ոստիկաններն են հետաքրքրվել, ուզել են հաշվեհարդար տեսնել, ինչ ինֆորմացիա ունեք այս առումով։ Ես մենակ կարամ մի բան մտածի, ես էլ անտեղի չեմ կարա մարդու նեղադերի, որ իրանք տենց իրանք տեսպերի զելավարի պահում, իս նման տենց լիքը մարդկանց տարածքն տանջացել է ասած, են աշտենի արկուլիկային հետ եկավա, ինչին է ուզի, իրա տողունել եմ տարել այդ տենց երեկային հետ կապնվել, հա, նույն բաժնում, ես էլ էկ կնիտ նայրեքի հետ կապնվել ասելա ուզինել ես եկանի բողորդիս, դե չգիտեմ, որ ես կնիտ եմ, կանա իրանց։ Ես որ ճիշտ ասեմ չեմ ոսկին եմ տարել, տենց են իրանք ասում, բայց դեր որ ամա ես չեմ ուզում դրանից խոսամ, որ մի բանի հետ կապ չունեմ։ Մի տարի միանի սա Վանաձորն ու ապորում, հələ կյանքը ոստիկանություն, ոչ են գացում, ոչ են մի անգամ շունս, մի աղջիկ պատահական վերցրեց, տարեց իմանալով, որ տեպ շունի, գնացել են դիմել, ասել են, կարակ կամերաներով իրար հետ օգնին գնանք շունը տարել, դետա, ես կամ աղտարն ես, որ ոստիկանությունը մնգացվել, ես նորմալ որպես քաղաքավարի, որպես քաղաքացի դե ապրել եմ նորմալ ձերի,
Լավ, միջադեպը այդ օրը ոնց ա եղել, ձեզ զանգահարել են ձեր ազգականները, ասել են, որ իրենց տանը գողություն եղել, այդքանի մասին տեղակ եք, դուք ում հետ եք գնացել այնտեղ եւ ոստիկանները հենց իրենց տնից են ձեզ տարել բաժին։ Չէ, ես որ ինձ զանգել են ասել են գողություն ա եղել, ես այդ վաղ մեր բարեկամի այդ աղջկա մեր բարեկամի աղջկա պապայի հետ էի եկելի ա երեխու Արցախ պուրակում Լևանաձորը մենակ մի հատ այգի կա կոչվում Արցախ պուրակ։ Այնտեղ եք զանգահարեցին, դուք գնացիք հետո։ Հետո այդ դեպքից հետո ոստիկանները եկան, ասեցին դուք գնացեք, որ ասեցին բարեկամա դուք գնացեք, ես եկա տուն, գիշերը զանգեց Կրիստինան, մեր բարեկամը, թե բա ամուսինս նորից գնացել ա գործի պապաներ տուննա, կլինի հետս գազ քրչական, որ միտե որ մենակ չեմ։ Ասել եմ հախի չեմ գա, շուր ես հաչել եմ իր այդ գնացել ու դեից առաջի անգամից 14-ին գիշերը։ Ասում են, որ մտել ենք, որ Կրիստինայից կպի քննեին, ասում են կարաս մի րոպեով գազ, գնացել ենք երկու, ես գնացել եմ զուր դե, որ այդ աղջիկը իրանց հա, ինք իրան հարցակնի, պրծին իրա հետ որ մենակ, հա, էդ էլ էդ աղջիկն է զանգարել ասել։ Դեից առաջի անգամ 14-ին ես տարալ հարցակնալ, էլ այդ ենս գուրուբի ձևերով, բան յոգորտ անգամ եմ ուրիս օրը 3-30 տոլի 40, 15-ից 30, տենց եկան, թե կոմոտիկավաս ու տենց տարալ այդ ես վերդը կհանի, եսա մշակ, եսա պրիզնա պարի, բանը դու ես կազմակերպել, ես ասում եմ, եթե ես եմ կազմակերպալ, ապացուցի, ես կյանքում տես բան չեմ անելի, որ անողել ելնեի, հենակ ասեի տունը մարդ չկա հետո գնացեք գողություն արեք, ես այդքան կազմակերպողի նմանով, ասում այ ես բոլոր սրտությունները ուսում, երկրում պետն ասում, որ դու պրիզնատ կաս, ես կեզ դերից չոր կահանեմ, ես կահանեմ, ես ասանից ոչ մի ոչ պրիզնատ կալի բան ունեմ, ոչ էլ ես, եթե ինչ-որ մի բան կայի, իմ կոնկրետ իմանցի նկատման, ես ոչ մեկին ոչ կարա մեղադրին, ոչ է կասկացի։ Լուկս ամիստ առաջի անգամ տես ձեզ կերալ, որ այս ասում ա խոսա պրիզնատ արի, տարել եմ ձեզ է, որ պրիզնատ կամ, որ ես եմ արել գործի խագից գնամ։ Ինչ համար ես ինչ իմանալու ինչ համար այդ հացի Տիգրան, գիտեին, որ դուք նաև պատերազմի մասնակից ասեցիք։ Առաջի անգամ, որ խփել էլ ասում, լավ ա չեք ամանչում, մենակ տուղուր բերալը ստեղալին է տեղը տպումը կասում, լավ է գիտեին իրանք։ Ձեր բարեկամները հետո չգնացին ասել, ինչ եք արել, մենք չենք մեղադրել, ինչ ասել։ Բարեկամը Կրիստինան եկալա, թե ինչ ինքով Տիգրանին բերացել, իրանք ասել են Տիգրանին կալանավորել են։ Դեմա ես էլ ուզում եմ հա ձերբակալ եմ, ինչ ինքով ձերբակալա։ 11 օրով շահաշվեց 14-ն ու 15 համայա մի օր դեզ։ Դե 14-ին գիշերն են առաջի օրը, հետո 15։